Ինչ է որոշելու եւ անելու ընդդիմությունը։ Շատերին անհանգստացնող հարցը հիմա հենց սա է։ Խոսքը հատկապես քաղաքացիների մասին է, ովքեր ընտրել են ընդդիմությանը։ Սցենարները մի քանիսն են՝ ընդունել ընտրության արդյունքները եւ գնալ խորհրդարան, եւ անել այն ամենը, ինչ անում է ընդդիմությունը, սովորաբար խորհրդարանում։ Չընդունել արդյունքները միևնույնն է գնալ խորհրդարան եւ շարունակությունը նույնն է։ Չընդունել արդյունքները եւ վայր դնել ստացած մանդատները ու դուրս գալ փողոց։ Փորձենք հասկանալ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները նշված սցենարներից յուրաքանչյուրի դեպքում։ Նախ ընդդիմությունը իր համար պետք է սահմանի, ընդունում է արդյունքները, թե ոչ։ Ընդդիմությունը արդյոք համարում է, որ կատարվել են արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Համացանցում ակտիվ քննարկվում է այն հարցը, որ ժամը 20-ից մեծաթիվ զինվորներ քվեարկել են Սյունիքում ընդհուպ կեսգիշեր, ինչը հիմք է տվել մտածելու, որ process-ը ուղղորդված է եղել վարչահրամայական մեթոդով։ Բացի սա, կեսգիշերից հետո ձայների հաշվարկի կանգնեցման մասին տեղեկատվության տարածումն է հարցերի տեղիք տվել։ Այսինքն սա կարող է լինել հիմք, որ ընդդիմությունը չընդունի ընտրության արդյունքները։ Ընդդիմությունը, եթե համարում է եւ ունի իսկապես փաստարկներ, որ կատարվել են ընտրախախտումներ, ընտրությունները թափանցիկ չեն, արդար չեն, այդ պարագայում ես չեմ տեսնում անհրաժեշտություն մանդատներ վերցնելու։ Այս իրավիճակում ընդդիմության խորհրդարանում նիստերին մասնակցելը որոշ գնահատականների համաձայն պարզապես լեգիտիմություն է հաղորդելու այն ամենին, ինչը անելու է իշխող ուժը խորհրդարանում, բոլոր ընդունված օրենքներին ու նշանակված պաշտոնյաների գործողությունների։ Լավ, իսկ եթե ընդդիմադիր ուժերն այնուամենայնիվ չվերցնեն մանդատները, հերթով հրաժարվեն դրանցից, ինչ կհաջորդի։ Այն բանից հետո ես որ պատգամավորները մանդատները վայր են դնում, բնականաբար ցուցակի հաջորդ համարները եւս պետք է վայր դնեն, ի վերջո մինչեւ վերջին համարը պետք է այդպես process-ը տեղի ունենա, որը մեկը մանդատ չվերցնի եւ նույնիսկ այդ պարագայում ազգային ժողովը ձևավորվում է իրավական առումով եւ որևէ մեկին, որևէ այլ ուժի այդ մանդատները չեն փոխանցվում։ Նախորդ 2021-ի ընտրություններից հետո նույն հարցն էր քննարկվում։ Եթե ընդդիմությունը չի վերցնում մանդատները, դա ինչ օրենսդրական խնդիրներ է ստեղծում օրվա իշխանության համար։ Այսինքն, արդյոք դա հանգեցնելու է սահմանադրական ճգնաժամի կամ կաթվածահար է անելու խորհրդարանի աշխատանքը։ Ավելի պարզ ասած, ինչ նեղություն է դա տալու իշխող ուժին։ Պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ կամ նոր ընտրություն, կամ դա հանգեցնի ընտրությունների անվավեր ճանաչման, ապա նմանատիպ ընթացակարգ օրենքում գոյություն չունի։ Բնականաբար դա արդեն հարցեր կառաջացնի լեգիտիմության, քաղաքական լեգիտիմության տեսանկյունից, բայց միևնույն է խորհրդարանը աշխատում։ Սահմանադրական պահանջ էր, որպեսզի 3 ուժ անցնի խորհրդարան, որից 2-ը պարտադիր ընդդիմադիր եւ ընդդիմադիր ձայները պետք է միասին, եթե չեմ սխալվում, 33% լինեն։ Եթե մյուս կուսակցությունները անցողիկ շեմը հաղթարած կուսակցությունները չեն վերցնում իրենց մանդատները, մենք լեգալությունից անցում ենք կատարելու արդեն լեգիտիմության ճգնաժամի։ Հաշվի առնելով այս ամենը, ընդդիմությունը պետք է լավ ծանր ու թեթև անի իր հետագա քայլերը, նշում են մասնագետները։ Մյուս կողմից ընդդիմության ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ չէին ցանկանա, որպեսզի պետությունը նորից ենթարկվեր ցնցումների, քանի որ յուրաքանչյուր մեծ կամ փոքր ցնցում հարված է երկրի զարգացման process-ին։ Սա բոլորն էլ լավագույնս հասկանում են։ Նախնական արդյունքների հրապարակումից հետո գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարեցին, թե ընտրություններն անցել են խախտումներով եւ պատրաստվում են վիճարկել արդյունքները։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանի խոսքով ընտրական գործընթացում ուշադրության կենտրոնում է վարչական ռեսուրսի կիրառման հարցը։ Կուսակցության թեժ գծին ըստ նրա հազարավոր զանգեր են եղել եւ իրենք մշակում են ստացված տեղեկությունները։ Մելոյանը քաղաքացիներին կոչ է արել ներկայացնել վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ փաստեր, վստահեցնելով, որ տեղեկությունների աղբյուրների գաղտնիությունը կպահպանվի։ Տասնյակ արձանագրումներ մենք ունենք, որ մարդիկ գնացել են, փորձել են տեղեկանքներ ստանալ, հատուկ ձևեր կան ընտրությանը մասնակցելու համար եւ ուղղակիորեն, այդ անձնագրային բաժանմունքները հրաժարվել են շատ կոպիտ խոսույթով, անգամ ես ինքս հնարավորություն եմ ունեցել միջամտելու, ուղղակիորեն հրաժարվել են մարդկանց ձևերը տրամադրել։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Մարուկյանի գնահատմամբ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հանրությունն ընտրել է մի ճանապարհ, որն ըստ նրա չի նպաստի քաղաքական խնդիրների լուծմանը եւ համակարգի առողջացմանը։ Միաժամանակ կուսակցությունը շարունակում է ուսումնասիրել ընտրախախտումների վերաբերյալ տեղեկությունները, իսկ ընդդիմադիր ուժերին առաջարկում է ընտրակեղծիքների մասին փաստերը հանրայնացնել։ Հիմա իրենք հայտարարեն դիմելու են ՍԴ, որտեղ այդ հանձնաժողովի անդամներով երևի ավելի շատ տվյալներ ունեն կեղծիքների մասին։ Եթե ունեն, շատ լավ, պետք է դրանք հրապարակեն։ Ավելի լավ է դրանք հրապարակեն, քան դիմեն ՍԴ։ Ասեմ ինչու, որտեղ
ժողովրդի վստահությունն ավելի կարևոր է, քան ՍԴ դիմելը։ Ընտրությունների արդյունքների վրա ըստ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանի ազդեցություն ունեցան ընտրակաշառքի դեպքերն ու արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում բնակվող հայերի տարբեր եղանակներով Հայաստան տեղափոխումը, ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկելու նպատակով։ Ալեքսանյանը համոզված է, թե առանց այդ գործոնների ընտրությունների պատկերը կարող էր այլ լինել։ Իսկ ինչ վերաբերվում է, որ վեր է կացել ինչ-որ խախտումներից կամ բանից են խոսում մարդիկ, ովքեր տենց 15-20%-ի փաստացի ձայն են կեղծել ընտրակաշառքով ու հարկադրաբար մարդ բերելով արտերկրից, դա արդեն այլ կոմեդիա է։ Իսկ Հայաստան դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ իշխանությունները հակաօրինական գործողություններով խոչընդոտեցին ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությանը։ Ըստ դաշինքի դիտորդական առաքելություն իրականացնող որոշ կառույցների գործունեությունից տպավորություն էր ստեղծվում, թե նրանք հանդես են գալիս ոչ թե որպես չեզոք դիտորդներ, այլ աջակցում են իշխանություններին։ Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնաճնշումների, բռնությունների եւ ապօրինությունների պայմաններում։ Փոխադարձ մեղադրանքների ֆոնին ամորֆ է մնում հարցի վերջնական պատասխանը, թե որքանով էին այս ընտրությունները ազատ ու արդար։ Վերջին ամիսներին հատկապես կալանքի հարցեր քննող դատավորները հայտնվել են մեծ ծանրաբեռնվածության տակ, կարճ ժամկետներում քննելով տասնյակ միջնորդություններ։ Թե որքանով է այդ իրավիճակը ազդել արդարադատության բնականոն ընթացքի վրա, գնահատականները տարբեր են։ Բարձրագույն դատական խորհրդից նշում են, թե ծանրաբեռնվածությունը նոր երևույթ չէ, սակայն ընտրական ժամանակահատվածում այն զգալիորեն աճել է, ընդգրկելով ոչ միայն հակակոռուպցիոն դատարանը, այլ ամբողջ դատական համակարգը։ Խոզարկությունների միջնորդությունների թիվը հակակոռուպցիոն դատարանում 400 է եւ ունենք 150-ից ավել խափանման միջոցի կիրառելու վերաբերյալ միջնորդություններ, սա բավական մեծ թիվ է։ Ընտրությունների այդ նախորդող շրջանում եւ ընտրության օրը դատարանները աշխատել են արտակարգ ռեժիմով, ընտրական իրավունքը վերականգնելու գործերի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարան մուտքագրված գործերը հիմնականում առնչվել են ենթադրյալ կաշառք տալու եւ ստանալու, ինչպես նաեւ բարեգործության արգելքի խախտման դեպքերին, փոխանցել են բարձրագույն դատական խորհրդից։ Միաժամանակ իրավաբանական համայնքում հնչում են նաեւ այլ գնահատականներ։ Ըստ փաստաբանների, այն դեպքերում, երբ օրինակ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել, դրանց մի մասը բավարար չափով հիմնավորված չի եղել եւ դատարանները անգամ մերժել են դրանք։ Սա պարզապես այս կամ այն կուսակցության կամ դաշինքի կամ տեխնացուի հետ կապված գործընթաց է եւ ոչ թե զուտ իրավական գործընթաց։ Շատ քիչ միջնորդություններ են, որոնք որ բավարարվել են, ընդ որում այդ միջնորդությունները բավարարել են այնպիսի դատավորներ, որոնք ունեն այդպիսի համբավ։ Մեծ ծավալի միջնորդությունների միաժամանակյա քննությունը կարող է անդրադառնալ նաեւ դատական աշխատանքի որակի վրա, նկատում են փաստաբանները։ Ըստ նրանց, օրենքով սահմանված սեղմ ժամկետներն ու գիշերային ծանրաբեռնված աշխատանքը դատավորների համար լրացուցիչ մարտահրավերներ են ստեղծում։ Վստահաբար քանակը բերում է որակի նվազման, հետևաբար բնականաբար եթե մեկ դատավորի մի գիշերվա մեջ բաժին ընկավ մոտ 10 միջնորդություն, վստահաբար դատավորը չի հասցնի նույնիսկ ցանկության դեպքում ամբողջությամբ դետալային մտնել այն բոլոր ասպեկտների մեջ։ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը ժամը 24-ը դատախազության ամփոփված տվյալների համաձայն նախաքննություն իրականացնող մարմիններում ստացվել է ընդհանուր 599 հաղորդում, որոնք վերաբերել են ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններին։ Ստացված 599 հաղորդումներից 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 14 քրեական վարույթ, 42 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան։ Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ ԿԸՀ-ն ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են։ 1 անձի վերաբերյալ միջնորդությունը քննարկվելու է առաջիկայում։ Ձերբակալվել է պատգամավորի թեկնածու։ Անանուն հաղորդում ներկայացնելու ազդարարի ՌԵՄ կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում։ Դատական համակարգը մի կողմից վստահեցնում է, որ գործադրում է բոլոր ջանքերը բնականոն աշխատանքը պահպանելու համար, մյուս կողմից իրավաբանների մի մասը բարձրաձայնում է դատական ծանրաբեռնվածության եւ ներկայացված միջնորդությունների հիմնավորվածության խնդիրը։ Ընտրական շրջանն ավարտվել է, սակայն դրա շուրջ մասնագիտական քննարկումները, թե որքան արդյունավետ եւ հավասարակշռված է արդարադատության իրականացումը, դեռ շարունակվում է։
հայտարարագիրն էլ կարող է դառնալ նվիրատվության գործիք։ Իշխանությունը պատրաստվում է փոխել եկամուտների հայտարարագրման համակարգը, հնարավորություն տալով քաղաքացիներին սոցիալական կրեդիտների մի մասը ուղղել ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների ֆինանսավորմանը։ Ազգային ժողովում մանրամասները ներկայացրել է ֆինանսների նախարարը։ Նա նշել է, որ սահմանվելու են հստակ չափանիշներ, թե որ կազմակերպությունները կարող են հայտնվել ֆինանսավորման ցանկում եւ նրանց որքան գումար կարող է փոխանցել քաղաքացին։ Նախաձեռնության համար տեխնիկական համակարգերը պետք է պատրաստ լինեն մինչեւ 27 թվականի հունվարի 1-ը։ Եվ սա հնարավորություն կտա, որ մեր լրատվական ընկերությունները իրենք այդ կախվածության մեջ չլինեն, այլ իրենց հույսը դնեն ոչ թե ինչ որ մեկ կամ երկու ֆինանսավորողի վրա, այլ իրենց հույսը դնեն լավ ժամանակին եւ անաչառ տեղեկատվություն տրամադրելու վրա, որպեսզի մեր քաղաքացիները իրենց վստահությամբ նաեւ ֆինանսավորեն իրենց։ Շահումով խաղերն ու դրանցից բխող ֆինանսական ռիսկերը կանխելու նպատակով պետությունը գնում է օրենսդրական նոր սահմանափակումների։ Մասնավորապես բարձր ռիսկայնության խաղերից այսուհետ կզրկվեն մինչև 21 եւ 70-ից բարձր տարիքի անձինք։ Բացի այդ, հատուկ սահմանափակումներ կկիրառվեն պետական կամ համայնքային բյուջեից ֆինանսավորվող պաշտոնատար անձանց նկատմամբ։ Հստակեցրել ենք, թե ինչպես պետք է աշխատի ինքնաարգելափակման կոճակը, մասնավորապես հստակությունների մտցնելու անհրաժեշտությունը գալիս է նրանից, որպեսզի խաղային ընկերությունները չփորձեն օգտվել օրենքի բացից եւ խուսափել օրենքի տարի կատարմանը ընկնելով օրենքի տարի հետևից։ Օրենսդրական փոփոխությունները մշակվել են այնպես, որ պահպանվի շահերի հավասարակշռությունը եւ չտուժեն նաեւ խաղային ընկերությունները։ Օրինակ, եթե խաղացողը կանխատեսելով իր պարտությունը փորձի ինքնաարգելափակվել խաղի ավարտից րոպեներ առաջ, միևնույն է նրա նախապես կատարած խաղադրույքը կմնա ուժի մեջ եւ պարտության դեպքում գումարը կգանձվի։ Արգելափակման միջոցի կիրառելուց հետո արգելվում է անձի կողմից նոր խաղադրույքներ ընդունելը, բայց իր գումարները մնում են իր հաշվի վրա եւ նա իրավունք չի ունենում հավելյալ մուտքեր կատարել իր խաղային հաշվին։ Թեև Հայաստանում խաղային ընկերությունների գովազդը օրենքով արգելված է, համացանցում, հատկապես ֆիլմերի դիտման հարթակներում այս պահանջի խախտումները հաճախակի են։ Պետական եկամուտների կոմիտեից պարզաբանում են, որ չլիցենզավորված կազմակերպությունների դեմ պայքարը բարդ է, քանի որ վիրտուալ տիրույթը դժվար վերահսկելի է։ Քանի որ համացանցը անսահմանափակ հնարավորություններ ունի, անընդհատ process է դա։ Այսինքն կա այդ մարդիկ կան, իրենք ամենօրյա ռեժիմով հետևում են ու ունենք այդ գործիքներն ունենք, որոնք հետևում ենք եւ եթե չեմ սխալվում նաեւ հիմա օրենքի նախագիծ ունենք, որը որ ազգային ժողովում է գտնվում։ Այո, արդեն գտնվում է այստեղ ու այդտեղ մենք մեխանիզմները ավելի ենք խստացնում, որը հնարավորություն կտա մոնիտորինգի արդյունքում ավելի արագ արգելափակել այդ բոլոր հնարավոր գովազդները, որոնք որ հակասում են մեր օրենսդրությանը։ Արգելված գովազդի յուրաքանչյուր դեպքի համար տեղական ընկերությունները տուգանվում են 2 միլիոն դրամով, սակայն իրավական այլ պատկեր է միջազգային հարթակների դեպքում։ Հայկական կայքերում գովազդ տեղադրող արտասահմանյան ընկերություններին պատասխանատվության ենթարկելու օրենսդրական լծակներ այսօր չկան։ Այս պարագայում պետական եկամուտների կոմիտեին մնում է միայն նամակագրության միջոցով հորդորել միջազգային գործընկերներին զերծ մնալ տեղական տիրույթում նման գովազդ տարածելուց։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան եւ անցել պարտականությունների կատարմանը։ Հիշեցնենք, ռուսական կողմը հայտարարել էր, որ որոշումը պայմանավորված է Հայաստանի ղեկավարության Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ քայլերով, որոնք ըստ Մոսկվայի վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցությանը։ Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձգան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում։ Այս մասին հայտարարել են երկրի ձկնաբուծության դաշնային գործակալությունից։ Բացի կենդանի ձկից Հայաստանից Ռուսաստանը մատակարարվում նաև սառեցված ձուկ։ Նշվել է, որ իշխանի մատակարարումների տեսանկյունից այն Հայաստանի ներմուծման մեջ բավականին մեծ ծավալ էր զբաղեցնում։ Սակայն ըստ գերատեսչության այս հանգամանքը որևէ կերպ չի ազդի ներքին շուկայի վրա, քանի որ Ռուսաստանն ունի իշխանի սեփական արտադրության բավարար ծավալ։ Բացի այդ, շեշտվել է, որ ներմուծումը կփոխարինվի այլ երկրներով, այդ թվում Թուրքիայով։
Ծաղկունք բնակավայրում 300 հատ գառ է սատկել, գայլերն են հարձակվել։ Գյուղի բնակիչն է հայտնաբերել սատկած կենդանիներին արոտավայր տանելուց առաջ։ Շոկի մեջ են բնակիչները, նման դեպք առաջին անգամ է, ասում են։ Եղել է, որ մինչև 30 ոչխար հոշոտ են, բայց որ այս քանակությամբ առաջին անգամն է։ Գյուղի բնակիչների ոչխարները, այդ թվում մայրացուներ էլ կան, չէ՞։ Այդ թվում մայրացու ոչխարները այստեղ են պահվում եւ ժամը 5:20-ի սահմաններում ով որ խնամում է դուրս է գալիս տանից, որպեսի նորից հերթական անգամ գառներին տեղափոխում եք որտեղ։ Դաշտ, արոտ։ Տանում եք արոտ, տանելու եք արոտ, ոնց որ միշտ լինում է։ Հետո նկատեցիք առավոտ եկանք, պես նկատեցինք, որ սենց դեպք է եղել։ Ժողովուրդ, իսկ կներեք, գյուղում նախկինում եղել է այլ սենց դեպք։ Առաջին անգամ է, հա, ալնում։ Մի հատ երկու հատ էլի, բայց սենց սա վարկով վերցված չէ։ Չէ։ Հա մի քանի հոգու է, էլի, ասենք մի հոգու չի։ Րոպեների ընթացքում գայլերը գյուղացիների ապրուստի միակ միջոցն են ոչնչացրել։ Մեծ մասը վարկերով էին գնել այդ կենդանիներին, հիմա չգիտեն ինչ անել, անելանելի վիճակում են։ Ինքը համարներով զգացում է, չէ, ումն է, էլի, տերով է, էլի, համարներով։ Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբն էր գյուղ ժամանել Սևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու ծաղկունքի վարչական ղեկավարը։ Գյուղացիները Գեղարքունիքի մարզպետին են դիմում օգնության համար։ Դիմել եք արդեն մարզպետարան, տեղեկացրել եք խնդրի մասին։ Արդեն տեղեկացված է, հիմա այդ հետագա գործողություններն ենք ուզում անենք, համարները անենք, արձանագրենք, որ հասկանանք, որ բնակիչին քանի հատ է եւ այլը, որ արդեն իսկ հետագա ընթացքը հասկանանք։ Հունիսի 7-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում Տաթևի վանք տանող ճանապարհին 46-ամյա Հարություն Հարությունյանը ջիպ կոմպասով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել անտառում ծառերի մեջ։ Վարորդը 41-ամյա Ազնիվ Գևորգյանը, 14-ամյա Հայկ Հարությունյանը, 19-ամյա Տիգրան Հարությունյանը տեղում մահացել են, իսկ 17-ամյա Էմիլիա Հարությունյանը վնասվածքներով տեղափոխվել է Գորիս բժշկական կենտրոն, որտեղ վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Փրկարարության Գորիսի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները մահացածների մարմինները, որոնք հայտնաբերվել էին մեքենայից դուրս ոտքով մոտ 300 մետր անանցանելի ճանապարհով, մոտեցրել են Ուազին, որն էլ դիերը մոտեցրել է դիատարին։ Ի դեպ վթարի վայրը պարեկները հայտնաբերել են դրոնի միջոցով։ Դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները։ Մեկ այլ ողբերգական վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում ՎԱԶ 2101-ը Երևան-Երասմեղրի ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։ Մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Վայոց ձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Վայոց ձոր բժշկական կենտրոն, ավելի ուշ հայտնի է դարձել, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը գիտակցության չգալով մահացել է։ Իմ տեղեկություններով մահացածները հայր ու որդի են։ Հունիսի 7-ին Լանջազատ գյուղում բախվել են 41-ամյա Ռաֆայելի Օփելատրան եւ 64-ամյա մարզպետի ՎԱԶ 2106-ը։ 5 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Հունիսի 7-ին Սարի թաղում Վոլգա 21-ը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու շրջվել։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Վարորդին բժիշկներն օգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Վթարի հետևանքով մեքենայի հետևի անվահեծաններից մեկը կոտրվել էր, վարորդն ու վիրավորը ամուսիններ են։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Վանաձոր քաղաքում հունիսի 7-ին Բաղրամյան եւ Տավրոս փողոցների խաչմերուկում բախվել են 69-ամյա Սերիոժայի Hyundai Elantra-ն եւ մոտոցիկլը։ Վերջինը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։
Իսկ հունիսի 6-ին Պորշ մականը Եղվարդի խճուղուց դեպի աշտարակի խճուղի Դավթաշեն ընթանալիս դուրս եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել ցուցանակին ու երկաթե էլեկտրասյանը հայտնվել կանաչ գոտում։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, ոստիկանության ուղեկցող գվարդիայի ծառայողներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել արդեն ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, ովքեր այս պահին պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ վարորդի եւ վիրավորի ինքնությունը։